ինչը ստիպեց, որպեսզի գաք Հայաստան։ Ոնց որ ես ինքս ինձ ճանաչեմ։ Որտեղից հասկացաք, որ դա է ձեր առաքելությունը։ Առաջինը այս ուժը որտեղից է տրվում ինձ։ Աստվածաշունչ երեխաների համար։ Այսինքն զգացողություն կար։ Ինձ ասեցին, որ ես մոտ 6 րոպե չեմ շնչել։ Մարդկանց բուժում եք, դա Աստծո ձեզ տված տաղանդն ու առաքելությունը։ Մի 4 այցից արդեն հավատացել։ Ով է այդ պապիկը, ինչ տեսք ունի։ Հրաշքներ տեղի ունեցել են։ Իսկ թվերը իմ կյանք եկել են 2017-2018 թվին։ Ու ոչ մեկ ոչինչ չի հասկացել ու ուղի չի կարողացել տա, որ ինքը ունի դար։ Չէ, դա ունակություն է, որ իրան է տրվում։ Ինչ է այդ ժամանակ ձեր հետ կատարվում։ Պարզապես այս ամեն ինձ հետ արդեն 17 տարի ապրում եմ, այդ երազից մեջ այնքան լավ է, որ ես չեմ ուզում վերադառնամ այս երկիր։ Ողջույն հարգելի հետևորդներ, YouTube-յան ալիքում մենք սկսում ենք նոր ոդկաստ եւ այսօր իմ հյուրն է բուժակ, թվագետ, Մելամոր կոսմետիկայի հիմնադիր, նաեւ բուժ կենտրոնի հիմնադիր Մելինե Հայրապետյանը։ Բարև ձեզ։ Բարև Աննա ջան։ Շատ հաճելի է ձեզ այսօր տեսնել մեր տեղաբարում։ Շնորհակալ եմ։ Ես կուզենայի մեր հետևորդներին պատմեք, թե ով եք դուք, որտեղից եկաք եւ ինչ է ձեզ հետ կատարվել։ Նախորդ ասեմ, որ ծնվել եմ Տավուշի մարզում։ Հայրիկս ու մայրիկս Տավուշից են, հա մայրիկս Վարագավան գյուղից, հայրիկս Պարավաքար։ 7 տարեկանում պատերազմից հետո, որ պատերազմ էր, մենք մեկնեցինք Ռուսաստան ընտանիքով։ Եվ իմ այդ տարիքները 28 տարի ապրել եմ Ռուսաստանում։ Ապրել եք Ռուսաստանում, այնուհետև տեղափոխվել եք Հայաստան։ Այո, 23։ Ինչը ձեզ տվեց գալ Հայաստան։ Ուրեմն այսպիսի բան տեղի ունեցավ, ես ապրել մեծացել եմ Վոլգոգրադ, հա, Վոլգոգրադская область, եւ ուսման համար գնացել էի Մոսկվա, Աստիապատիայի ոնց որ դասընթացների եւ այնտեղ մեր աշակերտներից մեկը, հա, ուսանողներից երբ որ մեր դասը վերջացավ եւ մենք գնացինք հաց ուտելու, հա, ես դե հանդմիջմանը սեղանի շուրջը ինքը իր ձեռքը մեկնեց եւ ասեց, որ ես իրա թշնամին եմ։ Ես չէի հասկանում դա ինչ է նշանակում, քանի որ ես ինձ վատ էի զգում, որ իսկ ազգության խնդիր էր, թե այլ խնդիր։ Ես այդ սկզբի ժամանակ չէի հասկանում ճիշտն ասած ազգությամբ, քանի որ դրսում ապրում ես, այնտեղ ոնց որ չկա էլի տենց որ տարբերություն դնեն ու ես երբեմն չէի պատկերացնի, որ ինձ ինչ որ մի հատ տենց երիտասարդ տենց բան կանի կասի եւ այդ խոճապից ժամանակ ազգության ռուս ինքը հասկացավ որ այդ տղան ազգությամբ թուրք է, հա եւ ինքը այդ նկատի ունի ցեղասպանությունը, բայց ես ոնց որ դրսում մեծանում ես, այդքան խորը գիտելիքներ չունես պատմության, հա, ոնց որ գիտեինք, որ ցեղասպանություն ա եղել, տենց, հա, բայց խորացված չէի գուսում։ Հա, ու ես չէի պատկերացնի, որ անգամ էդի ինձ իմ անձին էդի մի անգամ կբերեն ինձի կասեն, որ ես իրանց թշնամին եմ, հա։ Քանի որ ես հասկացա, որ ես շատ թույլ եմ մեր պատմությունից ու որպես հայ եմ ու ես պետքա դե մայրիկս որ դրսում եմ մեծացել մայրիկս շատ եմ ես սովորացրել ավանդույթները հա հա որ դու հայ աղջիկ ես էսի չի կարելի դու հայ ես պետքա իմանաս պատրաստել էսյան բայց սենց գիտելիքներ որ ոնց որ պատմություն հա տենց դե չենք ստացել Այդ ժամանակ ես արդեն ունեի դուստր եւ որոշեցի իմ երեխայի հետ գնալ Մոսկվա դպրոց, Կիրակորիա հայկական դպրոց եւ ուսումնասիրել պատմությունը։ Ինչ հետաքրքիր է։ Այդ ամենից հետո ինչը ստիպեց, որպեսզի գաք Հայաստան եւ ծանր էր արդյոք այդ որոշումը։ Գիտեք, երբ որ պատմությունը ուսումնասիրում էի, ոնց որ ես ինքս ինձ ճանաչեմ Ես ինքս ինձ հասկանամ Որ թվականին եկաք 20 թվին
20 թվականից հետո տեղափոխվեցիք Հայաստան, ես գիտեմ, որ այստեղ մեծ գործունեություն եք ծավալել, նաև ոչ միայն այստեղ, մինչև այստեղ գալնել Ռուսաստանում դուք նաև ունեիք բուժկենտրոն, որտեղ որ մարդկանց բուժում էիք։ Ես ուզում եմ հասկանամ, ինչից հասկացաք, որ դուք կարողանում եք բուժել մարդկանց եւ սկսեցիք բուժել մարդկանց։ Այսինքն հիմքը որն էր, որտեղից հասկացաք, որ դա է ձեր առաքելությունը։ Նայեք, ես ունեի ունակություն, որը ես չէի հասկանում, թե այդ ունակությունը ինձ որտեղից է, հա, անգամ մայրիկս ասում էր, որ մեր տատիկները ինչ որ մի բան տես բուժել են։ Իսկ երբ որ ես պատմությունը կարդում էի, ուսումնասիրում էի, ոնց որ ես իմ էությունը ես հասկանամ, թե ով եմ ես, հա, առաջինը այս ուժը որտեղից է տրվում ինձ։ Ես մի դեպք է եղել փոքր ժամանակ, այդ ժամանակ ես 11 տարեկան էի, մենք խնդիր ունեի լեզվի հետ եւ ուղեկցում են գրադարան, որտեղ ես քանի որ չէի սիրում սովորել, ընտրում էի փոքր գիրք, որ քիչ կարդամ եւ վերցրեցի կարմիր գիրք, հա, Բիբլիան։ Աստվածաշունչ երեխաների համար։ Ու այսպիսի բան եղավ, որ ես քայլում եմ դեպի տուն ու զգում եմ, որ ոնց որ մեկը իմ հետևից գալիս է։ Ես շրջվում եմ հետ, նայում եմ, ոչ մեկ չկա։ Այսինքն զգացողություն կար, հա։ Հա, հենց գրադարանից դուրս գալուց այդ գիրքը ձեռս, ոնց որ մեկը հետևիցս գա։ Ես եկա տուն, սկսեցի կարդալ գիրքը, ինձ համար շատ հետաքրքիր էր, որ ես չէի սիրում գիրք կարդալ, այդ գիրքը ես երևի տենց մի շնչում կարդացի։ Ու այդ օրվանից ոնց որ հասկանամ, որ իմ սենյակում կար պուճուր, ասենց լուսամուտ, հա, ռուսական տներում տես փոքր լուսամուտ ֆորտեչկային ասում, հա, ասենց ֆորտեչկային ասում պուճուր։ Ու այդ ժամանակից սկսվեց այնպիսի բան, որ ես լուսամուտը բացում էի եւ Աստծո հետ խոսում, Աստված պոպիկ, там կլինի, допустим, ասենք մեկը հիվանդա, խնդրում եմ առողջանա կամ ինչ որ իրադարձություններ լինում, ինչ որ sense խոչընդոտներ գալիս է էլի ըտե ասում ու աթոռը վերցնում էի, նստում էի տան կամ սենյակից կենտրոնը կամ զալում ու հաշվում էի միջև 8-ը ու ամեն ինչ լավ էր լինում, то есть լավ նորություն էինք լսում, ամեն ինչ լավ էր լինում։ Դե այդպիսի մեծացել եմ, դաստիարակությունը իսկապես հայկական, խիստ, հա, ու ոչ մի բան տենց ինչ որ մի հատ տենց բաներ չի եղել, սովորական ամուսնություն, հա, երեխա, նաև մի դեպք եղավ, որը որ շատ վատ ազդեց իմ առողջությանը եւ իմ Աստծո հետ փոխհարաբերություններին։ Այո։ Կուզեք մանրամասնեք այդ դեպքը, թե ոչ։ Դե գիտեք, այնպիսի բան եղավ, որ ես ասել եմ այդ խոսքը, որ ասեմ դու չկաս։ Եթե այսքան խռովեցիք Աստծուն։ Հա։ Հիմա էլ եք խռով։ Ոչ։ Այ հետաքրքիր է, մարդիկ ասում են հիմնականում բուժակները Աստծուց հեռու են, բայց դուք պատմում եք եւ ես հասկանում եմ, որ ձեր եւ Աստծո փոխհարաբերությունները շատ յուրահատուկ փոխհարաբերություններ են։ Նայեք, էլի եմ ասում, որ փոքր ժամանակից եմ ես Աստծո, գիտեք ոնց որ ինձ ոչ մեկ չի սովորացրել, հա, բայց ես հասկանում էի, որը չի կարելի ստել, չի կարելի գողանալ, չի կարելի մեկի մասին վատ խոսել, ու ես այսօր 38 տարեկան եմ, ու նենց մարդ չկա, որ ասի ես իր մասին ստել եմ։ Բայց լինում է, երբ որ դաժե շատ ժամանակ եղել է, որ ես բարեգործության եմ երեխա ժամանակ մասնակցում էի, որ ինչ որ մի հատ ընտանիք վատ ապրում էր, շորեր էինք հավաքում, հա, տենց։ Ու երբ որ գալիս է մի պահ, դու հասկանում ես, դա կարող է մի քիչ իմ մեջի, չգիտեմ, մի քիչ մեծախոսություն լինի։ Մեծամտություն, բայց չէ։ Հա, ես ոնց որ նեղացա Աստծոց, որ ինչ որ իրադարձություն եղավ։ Ես որ ընկա վերակենդանացման բաժանմունք հաղորդումից դուրս պատմեցիք։ Վերակենդանացման բաժանմունք, ինձ ասեցին, որ ես մոտ 6 րոպե չեմ շնչել, ինչ որ տենց խնդիր ա եղել։ Դրանից հետո ես ունեցել եմ խնդիր,
հա, բայց այն ժամանակ ես խոսում, ոնց որ անջատվում էի, հա, եւ տեսիլքի կերպարով մի հատ պապիկ էր գալիս եւ ինքն ինձ սկսեց սովորացնել բույսերը, մարդու օրգանիզմը, ճիշտն ասած ես եւ իմ ընտանիքը մտածում էինք, որ դա հիվանդություն է, շիզոֆրենիա, որ դա չի կարող լինի։ Իսկ ես հիմա հավատում եմ, որ դա եղել Աստծո սերը։ Այսինքն դուք հավատում եք, որ այն, որ դուք մարդկանց բուժում եք, դա Աստծո ձեզ տված տաղանդն ու առաքելությունը, որը պետք է կատարեք։ Իսկ եղել է, որ մարդիկ ձեզ չհավատան, քարկոծեն, փնովեն։ Չէ, քարկոծել չի եղել, ուղղակի կարային չհավատան, բայց մի քիչ անց ժամանակ, ասենք գան բուժման եւ չհավատալով գան, բայց դա եղել է շատ քիչ ժամանակ, մի 4 այցից արդեն հավատացել են։ Չհավատալով եկել են, ընթացքում սկսել են հավատալ, ճիշտ եմ հասկանում։ Նայեք, գիտեք, դուք շեշտեցիք պապիկի մասին, ես կուզենայի մի քիչ ավելի մանրամասն պատմեք, ով է այդ պապիկը, ինչ տեսք ունի, ինչ լեզվով եք խոսում իր հետ։ Նայեք, ես սկզբից իր դեմքը չէի տեսնում, ուղղակի այդ տեսիլքի մեջ ես ընկնում էի, ոնց որ կարար լինի եկեղեցու պես տուն, հա, տենց մեծ տեղ, սենց սեղան դրած, այնտեղ լիներ բույսեր, գրքեր, ինքը խոսում էր այլ լեզվով, բայց ես իրան հասկանում էի կամ ռուսերեն լեզվով, կամ հայերեն լեզվով, то есть այն լեզուները, որ ես տիրապետում եմ, ու ինքը անգամ ինձ, գիտեք ոնց, ոչ թե ինձի ասում էր, թե ինչ պետք է ինձ հետ լինի, այլ ես որ սկսում էի մի բանի պատրաստվել, ուրեմն դա պետքա լինի։ Լիներ։ Հա։ Ու դե 10 տարի բժշկության մեջ եմ, կարող եմ ասեմ, որ հրաշքներ տեղի ունեցել են։ Այ հետաքրքիր է, դուք նաև թվագետ եք, եւ ինձ հետաքրքիր է, թե ինչպես թվերը հայտնվեցին ձեր կյանքում, ինչպես դուք սկսեցիք թվերի հետ աշխատել։ Նայեք, 2013-14 թվականից ես սկսել եմ բժշկել մերսման մեջոցով, բույսերի մեջոցով, իսկ թվերը իմ կյանք եկել են 2017-2018 թվին, այդքան ուշ։ Ու նաև ես ոնց որ հանդիպում եմ ունեցել, ինքը մանախ էր, Տիբետ գնացել, եկել էր, ինքը ինձ, ես որ ասում եի, ես էլ գիտեմ նումերալոգիա, ինքը ասում էր, չէ, դա նումերալոգիա չի, հա, թվագիտություն չի ձերը, հայերեն փորձեմ ասել, ասում էր, որ ես տիրապետում եմ հնագույն գիտելիքներին երկնային թվերով։ Ինչ հետաքրքիր է։ Եվ ինչպիսին էր ձեր արձագանքը։ Գիտեք, արդեն որ որոշ բաներ քո կյանքում այնպիսի է, որ անգամ ուզում ես դու չհավատալ, որ քեզ հետ է դա կատարվում, ես ասի օքեյ։ Հասկանում եք, ես մի քիչ հումորով էի մոտենում ամեն ինչին, քանի որ եթե ես լուրջ մոտենայի, կարելի էր խելագարվել։ Դուք հաշ չէիք ինքներդ ձեզ հետ, ձեր այդ տեսակի հետ, որ դուք տարբերվում եք։ Այո, հաշ չէի 7 տարի եւ իմ ընտանիքը պայքարել ենք, որի մեջից այս ամենը դուրս գա։ Մենք գնացել ենք տարբեր եկեղեցիներ, գնացել ենք պրոֆեսորների մոտ, պսիխոլոգների մոտ, ու ոչ մեկ ոչինչ չի հասկացել ու ուղի չի կարողացել տա։ Իսկ ինչ էին ասում, այ մասնագետները ինչ էին ասում։ Օրինակ մի հատ հրյա Իսրայելից էր եկել, պրոֆեսորը մամային ասում էր, որ մայրիկիս ասում էր, որ ինքը ունի դար։ Ասենք դա պրոֆեսոր։ Մաման ասում էր, մենք չենք եկել գուշակի մոտ, ես երեխես խնդիր ունի։ Ու դուք բժիշկ եք, ես բերել եմ, որ այդ խնդիրը բուժվի, ինքը ասում էր, չէ, դա ունակություն է, որ իրան է տրվում։ Մենք գնացինք ռուսական եկեղեցի, հա, Սերգեյև Պասադ գնացինք,
ոնց որ Տեր հայրերի մոտ, դե ամեքա գիտեք ոնց է, իրանք ասում են, հա, կարա լինի Աստծու կողմից, բայց ինչու քեզ, քանի որ մենք ենք շատ աղոթում, թե դու, որ էդիկ դու ունենաս այդ ունակությունը։ Եվ ես որ շատ էի փնտրում, ճիշտն ասած, ես ուզում էի ինձ ճանաչել, ոնց որ իմ մարմնի մեջ ապրեր ուրիշ մարդ։ Ես ինձ ուզում էի ճանաչեմ, ես ով եմ, ոնց կարող եմ բժշկել, ոնց կարող եմ այդքանը իմանալ, այդքանը զգալ, հա։ Եվ գնացի նույնպես մեր հայ եկեղեցին եւ այդ օրվանից դարձա, ես կնքվել եմ ռուսական եկեղեցում, բայց այդտեղ ես ոնց որ դարձա մեր հայ եկեղեցու հետևորդը։ Այ հետաքրքիր է, դուք ասում եք, որ պապիկը գալիս է ձեր տեսիլքների մեջ, ձեզ սովորեցնում է, ինչ է այդ ժամանակ ձեր հետ կատարվում։ Նայեք, մենք դե տունը, որ տենց լինում է, նկարահանում ենք անում, որ հետո զգանք, հասկանանք ինչ է կատարվում։ Ես ուղղակի, գիտեք ինչ է լինում ինձ հետ, մոմենտի տակ ոնց որ սենց մարմինը սառի ու ես զգամ, որ պետք է անջատվեմ։ Այն սկզբից չէի զգում, բայց հիմա եւ շատ շուտվանից, սենց երևի մի 5 տարի կլինի, ես արդեն զգում եմ։ Պարզապես այս ամեն ինձ հետ արդեն 17 տարի ապրում եմ, հիմա զգում եմ և կարող եմ զանգել իմ ընտանիքից, որ եկեք իմ մոտ, որտև ես հեսա պետք է անջատվեմ, դե մենք տենց ենք ասում անջատվել։ Ոնց եք զգում, այսինքն ձեր այդ պապիկն է ձեզ ինչ-որ Չէ, մարմինս է զգում։ Մարմինս զգում է, հա, մարմինս զգում է, որ ես ինձ հետ էսա պետքա լինի, որ ես պետքա քնեմ։ Ես երբ որ զգում եմ, որ ես քնում եմ, մոտ 10 րոպե, ես զգում եմ, որ ես համ մեր տունն եմ կամ ինչ որ տվյալ տեղ եմ, համ գնում եմ դեպի այդ ես շատ նմանացնում եմ մեր Այսինքն մարմինը տանն է, իսկ հոգին մի այլ տեղ։ Այո, հետո մարմինս էլ չեմ զգում։ То есть ամենաշատը թողում են քնեմ, երևի միջև մի կես ժամ 40 րոպե, քանի որ հետո սկսում է սառել վերջույթներս եւ էդի կարա լինի վատ, որովհետեւ ինձ այդ երազից մեջ այնքան լավ է, որ ես չեմ ուզում վերադառնամ այս երկիր, այնտեղ շատ պարզ է, այնտեղ շատ հանգիստ է եւ կա ինչ որ մուդրости, իմաստություն Եվ այդտեղ կա ինչ-որ իմաստություն։ Դուք եք որոշել, որ պետք է բժշկեք, թե ձեր երազում եկած պապիկն է որոշել, որ դուք պետք է բժշկեք եւ ոնց ստացվեց, որ հենց առաջի դեպքը որն էր, որ դուք սկսեցիք բժշկել։ Նայեք, այնպիսի եղավ, որ իմ ծնողներս կորցրեցին իրենց բիզնեսը։ Եվ քանի որ շատ շուտ ամուսնություն եմ ունեցել եւ քանի որ չունեի մասնագիտություն, ես փնտրում էի աշխատանք, եկա մի հատ լավ ինձանից մեծ տարիքով ընկերուհի ունեի, որտեղ կարող եմ աշխատել, քանի որ երեխային մենակ էի նայում, հա, պահում, հա։ Մայրիկս վատ առողջ էր այդ ժամանակ շատ։ Մենք որոշում ենք, թե ինչ կարամ աշխատեմ։ Եվ այդ ժամին ես տեսա նյութ, որ մերսում են դեմքը։ Սոցցանցերով։ Չէ, տելևիզորի մեջ։ Հա, հասկացա։ Տեսա, որ մերսում են, եւ այդ կնոջ հոսիսը կարամ սենց անեմ, ասեց, ոնց դու կարաս անես, էդի մասնագիտություն է, դու սովորել ես, ասեմ, դե որ կյանքում ես չկարելի ինչ-որ բան խաբեմ։ В этот момент այդ պահին ես եղել եմ ստիպված, որ ասեմ, այո, ասում եմ, ես ունեմ, ես սովորել եմ, բայց չեմ ավարտել, ասում եմ, դե որ գիտեք, երեկոյան արի մի հատ ինձ պրոբլեմ ունեմ, էլի վզի հատվածում։ Եվ գնացել եմ տուն եւ մայրիկիս ասում եմ, ես սկսեմ մերսել, մի քիչ եղբայրս վատ դրան անդրադարձավ, այդ ինչ է, մի քիչ sense պրոբլեմներ առաջացավ, բայց ես գնացի, աշխատանքս կատարեցի, իմ առաջի գումարը վերցրեցի, եկա տուն, այդ կինը առավոտը զանգահարեց, ինքը
ուսուցչուհի էր երկար տարիների եւ խնդիր ուներ քնելու ու ողնաշարի հետ, ասեց իր խոսքերը, փորձեմ թարգմանել ճիշտ, ասեց Միլենա շատ քիչ տեխնիկա ունես, հա, այդ բայց ասեց ինչ որ բան կա քո ձեռքերի մեջ, առաջի անգամ որ ես ամբողջ գիշեր քնել եմ ու դաժե մի փոքր դպրոցից ուշացել եմ։ Ես կուզենամ որ դու գաս իմ մոտ։ Եվ այդպես սկսվեց։ Այդ տարին էլ 2014 թիվը Ջունան եմ ահանում, եթե գիտեք իր մասին։ Ջունան ինքը վրացուհի էլի բուժակ էր եւ այդ պահերին տելևիզորով ոնց որ ասում են որ իր այդ դարը կփոխանցվի ինչ որ մի հատ աղջկա եւ մեր արդեն ինձ մեր քաղաքում, հա, Վոլգոգրադսկի օբլաստ, հա, ինձ արդ մարզում, Վոլգոգրադի մարզում ինձ արդեն ճանաչում էին որպես բուժակ եւ բոլորը մտածում էին որ ես դուք եք այդ աղջիկը։ Հա, բայց ես չէի ուզում որ այդ իմ մասին տենց իմանան, TV-ից միշտ խուսափել եմ եւ դրանից հետո գնացի ռադիո։ Ասացի որ ոչ իմ մեջ իմ հոգին է եւ ես ուղղակի աշխատում եմ։ Ձեր հարցազրույցներից մեկում դուք նշել եք, որ 2025 թվականին Հայաստանի վրա լույս կբացվի։ Կմանրամասնեք դա ինչ է նշանակում։ Ես եղել եմ Արտակ Մուրադյանի հյուրը 2025 թիվը մեզ համար, նո արդեն վերջանում եմ, բայց ինքը եղել է նախապատրաստական մեր Հայաստանի համար։ Դա ինչ է նշանակում, որ յուրաքանչյուր մեր հայը, մեր թեկուզ դրսի ապրող, ինքը Իրանից ինչը որ կախված է, ինքը պետք է անի մեր հայրենիքի համար, թեկուզ իրա վերադառնալով հայրենիք։ Ինչ որ կանխատեսումներ ունեք Հայաստանի հետ։ Իսկ 2026 թիվը Հայաստանի համար ինքը նոր էջ է։ Նոր էջ ինչ առումով։ Նոր էջ ամեն առումով, թե մարդու հոգի աշխարհի հետ։ Վերջնապես մեր հայը ինքը կհիշի իր հայությունը։ Որտեվ հայը հայերեն կարող է ճիշտ չասեմ, ասեմ բառը ռուսերեն, հայ կոչվում է благородный человек։ Իմաստություն։ Եվ շատ լավ բաներ է սպասում ու այդ ամեն լավ բանը կախված է յուրաքանչյուրից եւ մենք չենք ասում որ պետք է լինել հայ ինչ որ падգամավոր կամ ունենալ ինչ որ այ յուրաքանչյուր հայ մարդուց կախված է որ 2026 թվականում ինչ իրադարձություն պետքա լինի կախված է յուրաքանչյուր հայ մարդուց բոլորից Ձեր տեսիլքները եղել են, որ նախորոք ունեցել եք եւ հետո իրականացել են, կանխազգուշացումներ, ինչ որ հետաքրքիր դեպքեր կպատմեք, որ տեղի են ունեցել ձեր կյանքում։ Այնը, որը եղել է, մայրիկս ասում է, որ ավելի շուտ է եղել, բայց ես հիշում եմ 2015 թվից, որ Հայաստանի հետ կապված ես որ սկսեցի ուսումնասիրել, որ մենք շատ բան ենք կորցրել հայերը, դարերով եկած ու բոլորին ինչ որ մի բան պետք է հայ հողից եւ հայ մարդկանցից։ Ես ոնց որ երազում այդ հարցը տալիս եմ, այդ հանդիպմանը, այդ տեսիլքի ժամանակ ես պապուն հարցնում եմ, եթե մենք հայերը իմաստուն են եւ բարերար մարդիկ են, ինչու ենք մենք sense դարերով եկած, ինչ որ sense տանջանքներով, անընդհատ կորցնելով, ավելի շատ կորցնելով։ Նա ասեց, որ դու պետք է այցելես Կարմրավանք։ Բայց գիտեք, երբ որ լինում է հանդիպում ու ինձ սկսում են արթնացնել,
այդ խոսակցություն մնում է կեսատ։ Ես որ արթնանում եմ, մայրիկս ասում է, ես հարց եմ տվել, որ ինչ անենք, որ քո մեջ այդ ամեն ինչը դուրս գա, պետքա գնանք Կարմրավանք։ Մայրիկս զանգում է Հայաստան մեր բարեկամներին, որ իմանան Կարմրավանքը որտեղ է եւ ասում են Կարմրավանքը բանում է, էլի։ Չեմ հիշում ինչ որ քաղաքի մոտ էր, Հայաստանի մեջ, էլի։ Ասում եմ ոչ, այդ չէ, նկարներով որ ցույց են տալի, ասում եմ չէ, դե ինձ ցույց է տվել ոնց որ պապին այդ տեղը, այդի չէ։ Ման են գալիս գտնում ենք Վանում։ Իսկ քաղաքական առումով ինչ որ դեպքեր կանխազգուշացումներ լինում են, տեսիլքներ, չգիտեմ, պատերազմներ, քաղաքացիական պատերազմներ, սով թեկուզ 2020 թվական, երբ որ պատերազմը սկսվեց, ես այդտեղ իսկապես սկսեցի աղոթել եւ Աստծուն խնդրել, ու ինձ թվում էր ինքը ինքան կարճ կտևի։ Ինձ այտենց էր թվում, որ դաժե ես իմ մոտիկներին ասում էի, ոչ, էսի շուտ կպրծնի, ոչ մի բան չի եղնի։ Ու ապյաց իմ այդ տեսիլքն է լինում պապին։ Պապին ասում է, ցավոք, չենք կարող միջամտել, որ այս ամենը չլինի, երբ որ դուք բոլորը կորցնեք, երբ որ չէ, տենց չի ասում, ասում եմ, երբ որ դուք այդ կորցնեք, կվերցնեք բոլորը, տենց ինչ որ։ Պետք է կորցնել, որպեսզի բոլորը հետ ստանան։ Հա, էդ ոնց որ էդի պետք է կորցնել, որ բոլորը եւ ինձ ցույց է տալիս, ես որ շատ եմ շատ ցավ եմ ապրում 20 թվին, գիտեք ոնց, երբ որ դու դրսում ես ապրում եւ պատերազմա կամ ինչ որ մի բան Հայաստանում կատարվում, էդի էլի ցավում ես, բայց երբ որ դու ներսն ես ապրում ու այդ պատերազմա դու տեսնում ես հիվանդանոցում, այդ երեխան մեղավոր չի, բայց ինքը տառապում է, ինքը էդի ահա որ ցավ։ Այդ 20 թվի ինչը որ տեսամ, ականատես եղա, ինձ համար միջև հիմա մեծ ցավ է։ Այսինքն ձեր տեսիլքների մեջ ապրող պապիկը ասել է, որ պետք է այդ պատերազմը լիներ, որպեսզի հետո Հայաստանի համար կան ավելի լավ ժամանակներ։ Գիտեք, ոչ թե պետք էր, այլ կա, որ մենք ենք սխալներ անում, մեր հայ մարդիկ սխալներ ենք անում եւ ամենքը իրան սխալների համար պետքա պատասխանի։ Դե ինչ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, դեռ կհանդիպենք։ Շնորհակալ եմ։ Դե ինչ սիրելի հետևորդներ, իսկ մենք կհանդիպենք մի շաբաթից։ Մինչ հանդիպում։